Բնաբար բոլորդ գիտեք, որ փետրվարի 17-ին ՄԱԿ-ի համապատասխան հանձնախումբը ներկայացրել է իրենց եզրակացությունը Ռուբեն Վարդանյանի հետ կապված, որ իբր այդ կալանավորումը եղել է ոչ կամայական։ Այսինքն դա նշանակում է, որ իրենք արդարացրել են Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը եւ համարում են, որ դա օրինական կալանավորում է եղել։ Վերջերս դուք գիտեք Լուիս Օկամպոն ինքը համապատասխան բաց իդեպ աղբյուրներից պարզել է, որ այդ տիկինը Հաննա շատ բարդ ազգանուն է մի քիչ Յուտկիվսկան, այդ Հաննա Յուտկիվսկան ինքը սոկար կառույցի ներկայացուցիչներից է, այսինքն ունի նրանց հետ սերտ կապեր, նրա ամուսինը ադրբեջանական արմատներով մի անձնավորություն է, որը որ Ուկրաինայում հիմա հասարակական գործունեությամբ է զբաղված, եւ այդ պարագայում պարզ է դառնում, որ Ադրբեջանը նույն Ալիևը կարողացել է նրանց գնել եւ նրանք արել են այն, ինչ որ դեմ է ՄԱԿ-ի կանոնակարգին։ Ուրեմն ՄԱԿ-ի կանոններով չի կարող անձը, որը որ ունի որևէ հարաբերություն այս կամ այն կողմի հետ, նա չի կարող լինել այդ հանձնախմբի այն էլ ղեկավար։ Ուրեմն դրա համար մենք հիմա այսօր դիմում ենք պարոն Գուտերեշին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ասելով, որ իրենք հավատարիմ թող լինեն իրենց կանոնակարգին, իրենց կանոններին եւ մենք պահանջում ենք, որ այդ տիկնոջը հեռացնեն այդ հանձնախմբի կազմից եւ նոր ուրեմն հետաքննություն անեն, որը վերաբերվում է այս պահին Ռուբեն Վարդանյանի հետ կապված գործին, բայց դրա հետ մեկտեղ մեր բոլոր մյուս ուրեմն գերիներին է վերաբերվելու, որովհետև նրանց նկատմամբ նույն անարդարությունն է։ Այսինքն մենք հիմա եկել ենք ասելու, որ դուք անարդարությամբ եք հիմա զբաղված եւ բարի եղեք համապատասխանեք ձեր կանոնակարգին։